Վարչապետի լսումները խորհրդարանում շարունակվում են։ Իրակլի Կոբախիձեն պատասխանում է օրենսդիրների հարցերին հարցաքննության ձևաչափով։ Հիմնական շեշտը դրվում է կրթության բարեփոխումների Eagle Hills-ի նախագծի վրա։ Գործող կանոնակարգի համաձայն հարց ու պատասխանից հետո ընդմիջումից հետո նախատեսվում է քննարկումներ և ելույթներ։ Վարչապետի լսումներին զուգահեռ օրենսդիր մարմնի մոտակայքում անցկացվում է հանրահավաք։ Մոտ 10 քաղաքացի է հավաքվել, նրանք բողոքում են Իրակլի Կոբախիձեի ելույթի դեմ օրենսդիր մարմնում։ Նրանք տարբեր բովանդակության պաստառներ են բերել իրենց հետ։ Միացյալ Նահանգները և Ուկրաինան համաձայնության են եկել խաղաղության պլանի հարցերի մեծ մասի շուրջ, սակայն 3 կետերի շուրջ չեն կարողացել համաձայնության գալ։ Գրում է CNN-ը հղում անելով աղբյուրներին, լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն անհամաձայնությունը վերաբերում է այնպիսի զգայուն հարցերի, ինչպիսիք են տարածաշրջանային զիջումները, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը սահմանափակելու առաջարկը և ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելը։ Մեծ Բրիտանիայի վարչապետը նշում է, որ աշխատանքները շարունակվում են թարմացված խաղաղության պլանի կատարելագործման ուղղությամբ։ Սթարմերը նշել է, որ Ժնևում ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև նորացված խաղաղության շրջանակի վերաբերյալ քննարկումները կարևոր քայլ են ձեռնարկել։ Ինչպես նաև նշել է, որ Ուկրաինայի ինքնիշխանությունը պետք է պահպանվի արդար և երկարատև խաղաղություն հասնելու համար։ Քանի որ ճնշումը միակ լեզուն է, որի Մոսկվան արձագանքում է, Եվրամիությունը կշարունակի մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը, մինչև նրա կողմից խաղաղության հասնելու անկեղծ պատրաստակամություն չլինի։ Սա Եվրահանձնաժողովի նախագահի դիրքորոշումն է։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով Ռուսաստանի տնտեսության դեմ համակարգված և հետևողական պատժամիջոցները նվազեցնում են Ռուսաստանի ռեսուրսները ագրեսիվ պատերազմ վարելու համար։ Ֆրանսիայի նախագահի խոսքով պատերազմը դադարեցնելուն ուղղված խաղաղ բանակցությունները գտնվում են վճռորոշ փուլում։ Էմանուել Մակրոնը շեշտել է Կիևի համար անվտանգության ամուր երաշխիքների կարևորությունը, նշելով, որ այդ երաշխիքները միայն թղթի վրա չեն, այլ ամուր անվտանգության երաշխիքների ամբողջություն են։ ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքերի դեմ պաշտպանվող համակարգը կօգնի Ռումինիային զսպել ռուսական անօդաչու թռչող սարքերի ներխուժումը։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն համակարգը պատրաստ է տեղակայման։ Ռումինիան Լեհաստանի հետ միասին գտնվում է անօդաչու թռչող սարքերի կառավարման նոր համակարգի մշակման վերջին փուլում։ Վենեսուելայի նախագահի կողմնակիցները մայրաքաղաքում երթ են անցկացրել ԱՄՆ-ի հնարավոր ռազմական էսկալացիայի համար։ Վենեսուելայի ներքին գործերի նախարարը նույնպես միացել է երթին։ Երթը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները Վենեսուելային Cartel de los Sol ճանաչեց որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն և ահաբեկչության հետ կապված պատժամիջոցներ կիրառեց խմբի նկատմամբ։ Լաթաքիայում տեղի ունեցավ հանրահավաք։ Սիրիայում հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել, պահանջում են քաղաքական համակարգի ապակենտրոնացում և նոր կառավարության կողմից ձեռնարկված անձանց ազատ արձակում։ Սիրիայի անվտանգության ուժերը հրազեն օգտագործեցին նրանց ցրելու համար։ Հրապարակված տեսանյութում երևում են նաև անգիտակից պառկած մարդիկ։